Սիրելի ժողովուրդ, այսօր տեղի է ունեցել առանց կատակի մի շատ կարևոր իրադարձություն մեր հարևան երկրում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կամ Իլհամ Ալիևի որդին զորակոչվել է բանակ։ Դա տեղի է ունեցել, դա շատ կարևոր իրադարձություն է, որովհետև ինչքան էլ փակ լինի այդ երկիրը, ինչքան էլ ազատ բամուլ չլինի այդ երկրում, ինչքան էլ սոցիալական ցանցերը հսկողության տակ լինեն, բայց այնուամենայնիվ արդեն 2 ամիս Ադրբեջանի ժողովուրդը հարց է դնում իր ղեկավարի առաջ, այդ ոնց է որ Հայաստանի ղեկավարի որդին ծառայում է բանակում, իսկ քո որդին չի ծառայում բանակում։ Որովհետև Ադրբեջանի ժողովուրդը հասկանում էր, որ երբ որ Իլհամ Ալիևը այդպիսի հեշտությամբ սրում է սահմանին և շփման գծում իրավիճակը, նա ոչ մի պրոբլեմ չունի, որովհետև նա գիտի, որ զոհվելու են ուրիշ ադրբեջանցիների որդիները և իր որդուն ոչինչ չի սպառնում։ Եվ Ադրբեջանի ժողովուրդը սա հասկանում էր։ Վերջին 3 օրերին Հայաստանի զինված ուժերը ստիպված են եղել խոցել 3 ադրբեջանցի զինվորի։ Եվ դա արել են ոչ թե նրա համար, որ դա մեծ հաճույք է պատճառում, այլ որովհետև Իլհամ Ալիևի հրամանով Ադրբեջանի զինված ուժերը կրակում էին մեր գյուղերի, Կոթի, Բաղանիսի, Չինարի, Մովսեսի վրա և նրանց լրացնելը, նրանց կրակակետերը ճնշելը իրավիճակի փոփոխության, իրավիճակը հանգստացնելու, հանդարտեցնելու միակ հնարավորությունն է։ Եվ ամեն անգամ այո, պետք է արձանագրել, որ երբ որ Իլհամ Ալիևը հոխորտում է Հայաստանի հաշվին, նա ըստ էության ճանապարհ է բացում հազարավոր ադրբեջանցի մայրերին դժբախտացնելու համար, որովհետև նա գիտի իր զավակին ոչինչ չի սպառնում։ Հիմա էլ նա իր որդուն տարել է Բաքվի զորամասերից մեկը ծառայելու և նա ևս մեկ անգամ խաբում է իր ժողովրդին։ Իր որդին կապավոր մեկնել է ծառայության Արցախի Հանրապետություն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Որովհետև Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի Հանրապետությունը դարձել է մեկ տուն, մեկ ընտանիք և կապ չունի, թե որ զինվորի հետ ինչ տեղի կունենա, նրանք բոլորը մեր բոլորի համար հավասար են և մենք նրանցից յուրաքանչյուրի համար ցավում ենք, ինչպես մեր սեփական որդիների։ Եվ հիմա, եթե Ալիևը գնում է ճանապարհով, ադրբեջանցի ժողովուրդը պետք է պահանջի, որ նրա որդին նույնպես ծառայի առաջնագծում, տեսնենք այս պարագայում, նրանք նույնպիսի լկտիությամբ կպահեն իրենց թե ոչ։ Ադրբեջանի նախագահը թքած ունի իր զինվորների կյանքի վրա, որովհետև նրան չի հետաքրքրում իր զինվորները, նրան հետաքրքրում են իր միլիարդները, իր ընտանիքի միլիարդները, իր նախարարներին հետաքրքրում են իր նախարարների միլիարդները, եւ որևէ ադրբեջանցի չպետք է հավատա, թե նա ինչ
որ բան ուզում է անել հանուն հայրենիքի, նա որևէ բան ուզում է անել միայն ու միայն իր միլիարդների համար, իր թալանածը պաշտպանելու եւ պահպանելու համար։ Եվ ես ուզում եմ հստակ ասել, որևէ ադրբեջանցի մայր, ծնող մեզ չի կարող մեղադրել որևէ բանում, որովհետև մենք որևէ հակագործողության դիմում ենք այն ժամանակ, երբ այլևս հնարավոր չէ չդիմել հակագործողության, բայց նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նա թքած ունի ձեր երեխաների կյանքի վրա եւ նա այսօր շոուներ է ցույց տալիս, թող իր որդուն ուղարկի առաջնագից հենց այնտեղ այն մասի հակառակ կողմը, որտեղ իմ որդին է ծառայում, թող ուղարկի եւ մենք կտեսնենք, թե ոնց է պահում այդ պարագայում։ Եթե ես մեր բանակին, մեր զինվորներին ուղարկեմ զոհվելու, առաջին ուղարկելու եմ իմ որդուն, եթե դու ես այդպես անելու, առաջին ուղարկի քո որդուն եւ մի խաբիր քո ժողովրդին եւ քո թալանածը մի ներկայացրու որպես հայրենիք եւ քո թալանածի պաշտպանությունը մի ներկայացրու որպես հայրենիքի պաշտպանություն։